Շատ հաճելի են իհարկե այս րոպեները լինելու հատկապես այն մարդկանց համար, ովքեր արտանում են վաղ առավոտ, ունենում են հիմնականում մտավոր աշխատանք, եւ այդ մարդկանց համար շատ սպասելի են օրվա այս պահերը, որովհետեւ ընդպիչումն է գալիս համեղ, տրամադրությամբ լի, հետաքրքիր բաղադրատոմսով, եւ այսօր այդ ամենի շրջանակներում մեզ հետաքրքիր առաջարկ ունի անելու ֆուդբլոգեր Լիլի Բագրատունին, ողջունենք նրան։ Ողջույն։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք Լիլի։ Հրաշալի։ Լավ է սկսել առավոտը։ Շատ լավ։ Ահա, իսկ ինչ ենք այսօր պատրաստելու, հետաքրքիր բաղադրիչներ ենք այստեղից տեսնում։ Այսօր պատրաստելու ենք առողջ օգտակար քաղցր, քանի որ ասում են առավոտը պետք չի սկսել, հա, քաղցրով, դրա համար մենք օգտակար տարբերակն ենք առաջարկում այսօր։ Անհրաժեշտ մթերքները ընկույզ, գազար, վարսակի փաթիլներ, կոկոսի քերուկ, մեղր եւ դարչին։ Շատ լավ։ Հիմա սկսենք մեր աշխատանքը։ Շաքարը քաղցրությունը այս դեպքում մենք իհարկե լրացնում ենք մեղրով, առողջարար եւ բնական։ Այո։ Եվ արևելյան հորմոնները կարծես միանգամից հարիչի թասի մեջ տեղափոխում ենք բոլոր, գրեթե բոլոր բաղադրիչները։ Վարսակը այստեղ մոտավորապես 1 բաժակի չափ է։ Որքան են չմխիթարվում մարդիկ, երբ լսում են քաղցր սնունդի մասին, բայց ասում են, որ դա բնական է, դա կարելի է եւ առողջարար է ամենակարևորը։ Հատկապես քաղցրակերները։ Այո։ Ինչ շատ քիչ մարդ եմ ճանաչում, որ քաղցրակեր չի իմիջայլոց։ Իդեպ ես էլ ճիշտ ես։ Եվ ես միշտ զարմանում եմ, քանի որ շատ քաղցրակեր եմ։ Երբ մարդիկ կան, որ ասում են քաղցր չենք սիրում, շոկոլադ օրինակ, ինչպես կարելի է շոկոլադ չսիրել։ Չգիտեմ։ Ես դրա պատասխանը դեռ չեմ կարողանում գտնել։ Բացի խուրմայից, այո, թե խուրմանել է։ Խուրմանել ենք դնում հարիչի մեջ, գրեթե կարելի ասել մեր գլխավոր բաղադրիչն է, եւ քաղցրն է ապահովում, եւ այսպես հետաքրքիր զանգվածին խտություն է տալիս։ Եվ նաեւ սպորտով զբաղվողների համար են խորհուրդ տալիս։ Այո, ինչպես նաեւ խուրման, վեգան, հա, Այո։ այսպես սնվողներին։ Այստեղ ավելացնում ենք մոտ 1 ճաշի գթալի չափ մեղր։ Ինչ հետաքրքիր համադրություն է, չէ՞, բայց վարսակի փաթիլները խորման, գազար, այո։ ընկույզ։ Գազարով տորթի առողջ տարբերակն է, կարելի է այսպես Դրա մասին ասել։ էի մտածում։ Դարչին ենք ավելացնում, կես թեյի գթալի չափ։ Այսպես։ Դարչինը զարդարող, համուբույր տվող ու շատ հետաքրքիր։ Շատ ամանորյա նաև։ Նաեւ, այո։ Պետք է հարենք այս ամենը։ Այս ամենը, այո, հարել եւ ստանալ միասեռ զանգված։ Ինչ լուր հարիչ է, չէ՞։ Այո, ես աղմուկ ավելին էի պատկերացնում։ Ես էլ պատրաստում եմ այսպես բավականին բարձր ձայնի, բայց փաստորեն Հույս ունենանք, որ մեր հարիչը իր գործը կանի այսօր։ Մեզ անհարմար վիճակի մեջ չի դնի։ Այսինքն պետք է հնարավորինս այսպես միասեռ զանգված լինի։ Ինչպես։ Միասեռ զանգված պիտի լինի Այո։ հնարավորինս։ Իսկ բաղադրատոմսին որտեղ եք ծանոթացել կամ որտեղ եք համտեսել։ Քանի որ տևական ժամանակ ես հրաժարվել եմ առավոտյան քաղցրից, ես անդադ ինձ համար այսպես քաղցր տարբերակներ եմ ընտրում։ Սուրճի հետ միասին չէ, որ Այո։ որևէ բան լինի։ Բայց իսկապես լավ տարբերակ է։ Երբեմն պարզապես խումանը լավ տարբերակ իրականում է սուրճի հետ միասին շատ համեղ է լինում, շատ եւ որ կարեւորն է առողջարար է, բայց այս տարբերակը եւս հետաքրքիր է։ Տեսնենք ինչպես կստացվի։ Ինձ հետաքրքիր է վերջում մատուցման տարբերակը, դա պարզապես այդպես գթալով պետք է ուտել, թե ինչ որ Հարիչը այլ չդիմացավ։ տարբերակ եք առաջարկում։ Հարիչը մեր այսօրվա փորձությանը կարծես չէ, թե չդիմացավ։ Դե այստեղ կարող ենք պարզապես ֆիքսել, որ եթե տանը պատրաստում ենք, պետք է այնքան հարել Այո, կամ հարիչի այնքան ենք հզորությունը հարում։ պետք է այնքան լինի, որ ունենանք միասեռ զանգված։ Այո, հետո գնդեր ենք պատրաստում, թաթախում ենք կոկոսի քերուկի մեջ եւ մատուցում ենք։ Ինքը այսպես էլ է շատ համեղ իրականում, կարելի է ուղղակի փռել որևէ յուղաթղթի վրա, հա, ինչ որ տեսք տալ եւ այդպես էլ մատուցել։ Այսքանը։
Այսքանը։ Շատ արագ, շատ հեշտ, չենք մոռանում, որ այո, հարիճը պետք է այսպես էլ ավելի ուժեղ լինի եւ որպես այդ միասեր զանգվածը մենք ստանանք, բայց կարծում եմ բաղադրատոմսը շատ պարզ է եւ վստահ ենք, որ շատ համեղ է, մենք այսպես էլ հիմա կփորձենք շտապենք քեզ մոտ խոհանոց, շնորհակալ ենք շատ այս լավ եւ վստահաբար օգտակար բաղադրատոմսի համար, իսկ հիմա ճիշտ ժամանակն է լսենք երաժշտություն։ Անպայման գնանք ու տեսնենք ինչ ստացվեց, ինչ շատ հետաքրքիր է։ Ինչ ստացվեց այո։ Երաժշտական տրամադրություն իմաց ձեզ համար, խնդրեմ։